Ատելության խոսույթի ու արդեն արմատացած պարակտման մասին զրուցելու եմ երգչուհի երգահան Լիլիթ Բլեյանի հետ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, Լիլիթ։ Այս տաղավարում սովորաբար զրույցները ստացվում են ավելի քաղաքական, բայց այսօրվա մեր թեման ունի ավելի խոր ու կարևոր նշանակություն, քան քաղաքականությունն է։ Վերջին օրերին մի շատ կարևոր գրառում էի կարել, որը այնքան լավ էր նկարագրում պատերազմից հետո մեր հասարակության մեջ մնացած այն ցավը, որը ժամանակի ընթացքում վերածվեց ատելության, ու սարսափելին այն է, որ այդ ատելությունը վերացական չէ, այլ ունի կոնկրետ հասցեատեր։ Վերջերս տարբեր զրույցներ, պատմություններ, հաղորդումներ նայելիս լսում եմ, որ խոսում են մենք եւ նրանքի մասին, ու զրույցի ընթացքում հասկանում եմ, որ նրանք ասելով իրենք նկատի ունեն Արցախից բռնի տեղահանված հենց մեր հայրենակիցներին, այսինքն նրանց մասին խոսում են որպես այլի, ոչ մերոնց։ Ու սա արդեն քաղաքականություն չի, սա արդեն համատարած երևույթ է, որի մասին նույն ձեր գործընկերները խուսափում են խոսել ու ասում են, որ դա քաղաքականություն է եւ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Քաղաքականություն է, քաղաքականությունը այս պահին հատկապես Հայաստանի վիճակում գտնվող երկրի համար բոլոր ոլորտներում է, եւ եկեք չմոռանանք ինչից է սկսվել այսօրվա իրավիճակը, որովհետեւ մեզ փորձում են մոռացնել տալ, մեզ փորձում են ներկայացնել ուրիշ իրականություն։ Շատ գեղարվեստական, եթե ասեմ, մեզ այսօր դրել են այդ հակաուտոպիական մի իրականության մեջ, եւ փորձում են համոզել, որ այն ինչ տեղի չի ունեցել, այն տեղի է ունեցել, եւ այն ինչ մենք տեսնում ենք, դա իրականում մեզ թվում է։ Եվ փորձում են ասել, որ հատկապես ասել, գիտեք, ասելը ունի տարբեր ձևեր, որովհետև քարոզչության այն մեթոդները եւ այն ռեսուրսը, որին տիրապետում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, բազմաբնույթ է եւ մարդիկ կարող են իսկ չհասկանալ, որ իրենք գտնվում են այդ ազդեցության տակ։ Շատ հաճախ ես լսելով, կարդալով մեր հայրենակից մեզ հետ նույն երկրում բնակվող մարդկանց գրառումները հասկանում եմ, որ իրենք չհասկանալով նույնիսկ բազմապատկում ու տարածում են այն խոսույթը, որ իրենց հասցվել է ինչ-որ ձևով։ Եվ դա մեր բոլորի խնդիրն է եւ դա քաղաքականության հետևանք է։ Քաղաքականության, որը եկեք չմոռանանք, սկսվեց 2018 թվականի մայիսի երևի 9-ն էր, որ անմիջապես իր վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը սլացավ իրականում Ստեփանակերտ եւ այնտեղ ամենևին չէր խոսում են փիս Ղարաբաղցիների մասին, չէր խոսում են մասին, որ Արցախը Հայաստանում է, խանգարում է Հայաստանի զարգացմանը, որ Արցախը խոչընդոտ է, որ Արցախը սա, որ Արցախը նա, հակառակը մենք 2 տարի շարունակ լսել ենք, որ Արցախը Հայաստանի վահանն է, որ Արցախը Հայաստանի ամեն ինչն է, որ Արցախը Հայաստան է։ Եվ դա ասում էր նույն մարդը, որը այն ժամանակ վարչապետ էր եւ այսօր վարչապետ է։ Իսկ Հայաստանում վարչապետը մի պաշտոնյա է, որը տիրապետում է գրեթե անսահմանափակ լծակների ուժային, կառավարչական ու նաև քարոզչական, որովհետեւ իր ենթակայության տակ գործող ոնց է կոչվում հանրային հաղորդակցության եւ այլնի պոակը մի ահռելի ռեսուրսի եւ նաեւ պետական այդպես բանի լծակների տիրապետող հրեշավոր կարող եմ արդեն ասել կառույց է ու հենց այդտեղից հավանաբար դուրս է գալիս այդ ամբողջ թույնը, որը մեզ այսօր պատում է եւ դրա դեմ մենք բոլորս եւ ես կարծում եմ, որ ամեն մեկս եւ իմ գրառում հենց դրա համար էր, որ ամեն մեկս մեր կողմից պիտի իր բաժին, հակաթույնը ներարկի այդ հանրային տիրույթ խոսքի միջոցով, քայլերի միջոցով, ակցիաների միջոցով, ինչպես կարող է, որպեսզի մենք գոնե մի քիչ մեր տարածքը մաքրենք եւ որպեսզի մտքերը մաքրենք, որտեղ մարդկանց մտքերը պղտորում են սարսափելի մի ծավալով։ Մարդկանց մի մասի մոտ էլ կարծես կա կուտակված, չմարսված ցավ, որի համար ընտրել են ամենահասանելի հասցեատիրոջը, մարդկանց, որոնք հենց այդ ցավից են փախել, հաշվի չառնելով, որ նրանք այդ ցավը մի քանի շերտով են ապրում։ Ինչու մեզ մոտ մեր ընդհանուր կորուստը միասնական ապրել չի ստացվում։ Գիտեք, պատասխանը իրականում պարզ է, որովհետև դա էլի նույն քաղաքականության շարունակությունն է։ Եթե մենք հետևենք այդ տրամաբանական շղթային, մենք հասնում ենք 2020 թիվ, երբ բանակցությունների ձախողման,
բանակցային փաթեթներից հրաժարման եւ այլնի հետևանքով, ինչ որ հրահրումների հետևանքով սկսվեց պատերազմը, որը խվարվեց խայտառակ ձևով այդ նույն քաղաքական ուժի օրոք, որ այսօր գտնվում է իշխանության, պարտություն, հետո կնքվեց պայմանագիր, հետո սա, հետո նա, եւ եկավ հասավ այն փուլը, երբ արդեն նույնիսկ այն պստլիկ կտորը, որ մնացել էր մեզ, վտանգվեց, որովհետեւ նույն մարդը, նույն այդ վարչապետը, որ այսօր է, գնաց եւ ընդունեց, գիտենք, որ ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմում, որից անմիջապես հետո 1 ամիս հետո այդ ժամանակագրությունը շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, տեսնեն այդ բարձ, որտեղ այսօր մեզ ուրիշ իրականություն է հրամցվում։ Դրանից 1 ամիս հետո Արցախի շրջափակումը սկսվեց։ Դրանից 9 ամիս հետո 9 ամիս շարունակ մենք չտեսանք որևէ գործնական քայլ մեր այնտեղի հայրենակիցների հոգսը ես նկատի ունեմ իրական քայլեր, ոչ թե ձևական, որ հավաքվում էին, չգիտեմ ինչ ուղարկենք, բան դրա մասին չի խոսքը, ռեալ, որը թափ կտար միջազգային հանրության, որից հետո ամենաբան պահին եղան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը, որից առաջ Նիկոլ Փաշինյանը այնպիսի հայտարարություններ արեց, որով արժեզրկեց ամբողջ այդ process-ը, որը տարվում էր, նույնիսկ իր թիմակից արտգործնախարարի ջանքերը ինքը արժեզրկեց։ Մի խոսքով ինքը արեց հետևողականորեն հասցրեց նրան, որ Արցախը հայաթափվեց, որից հետո այս մարդիկ, որոնք գտնվում էին մեր Հայաստանի հոգացության տակ, հանձնված էին մեր հոգացությանը, մենք իրենց փաստորեն թողեցինք իրենց, մենք իրենց հանձնեցինք եւ իրենք մի կերպ կարողացան հայտնվել այստեղ այն էլ ինչ պայմաններից հետո։ Պատկերացրեք 9 ամիս շրջափակում, հետո ռազմական հարձակում, որի ժամանակ 200-ից ավել զոհ են տվել, շատ ծանր պայմաններում կռվելով, որից հետո բենզինի պահեստի պայթյունը, որը 300-ից ավել զոհի կյանք է խլել եւ դեռ կան անհետ կորածներ, որից հետո այդ դաժանագույն ճանապարհը, որի ընթացքում եւս մահեր են եղել։ Գիտեք, այս ամեն ինչի տակ այնքան պատմություններ կան։ Ես գիտեմ իմ ծանոթների պատմությունները, իմ ընկերների, իմ այն մարդկանց, որոնք հիմա են ինձ հարազատ դարձել այդ ամեն ինչից անցնելուց ու այստեղ հայտնվելուց հետո։ Ես չեմ կարող դա մոռանալ։ Ինձ համար դա այնպիսի մի հաստ կարմիր գիծ է, այնպիսի մի արյունոտ գիծ է իմ ամբողջ այդ կյանքի միջով սեպտեմբերի 19-ը 2023 թիվ։ Ես այդ իմ համար անձնական ողբերգություն է իրականում։ Եվ այդ անցնելուց հետո մենք գալիս ենք եւ այդ մարդկանց այդտեղ, բայց եկեք ազնիվ լինենք, մենք այստեղ այդ մարդկանց շատ լավ դիմավորեցինք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այստեղ է հասարակության մի հատվածը իսկապես հոգատար է, բայց մյուս հատվածը իրոք այդ պատմությունները չեն լսում։ Այդ պահին չկար դա։ Դրանից հետո հասկանալով, որ այստեղ ստեղծվում է փաստորեն մի հանրույթ, Արցախից եկած մարդկանց հանրույթը, որը կորցրել է հայրենիք, կորցրել է իր ամեն ինչը եւ բնականաբար շատ արմատական է տրամադրված եւ բնականաբար ունի պահանջներ եւ ունի ցանկություն վերադառնալու իր հողը եւ բնականաբար ամենևին բարեկամաբար չի տրամադրված այս իշխանությունների հանդեպ, որոնց պատճառով ինքը այդ ամենը կորցրել է եւ հայտնվել այսօր այս լքված եւ դժբախտացած վիճակում, բնականաբար այս դուր չի գալիս իրենց եւ այդ պատճառը թե ինչու է տատելության խոսքը տարածում այդտեղ է իրենց ձեռք չի տալիս որ այս մարդիկ այս հանրույթը հերիք չի մնա այստեղ մի հատ էլ կարողանա ինքնակազմակերպվել եւ եկեք չմոռանանք որ հակառակը իրենք ասում են բան են անում քաղաքական չգիտեմ ինչեր են հնչեցնում ռադիկալ խոսք են մենք լսում ռադիկալ բաների քայլերի հիմքը դրվեց այն պահին երբ էլեմենտար տարրական կեցության ծրագրերի փոխհատուցման այդ 40+10,000-ի դադարեցման մասին սկսվեց դեռ խոսվում էր հունվարից, հետո երկարացվեց մինչև ապրիլ։ Այնպես չի որ դա այսօր է մտածվել։ Իրենք գիտեին որ մինչև ապրիլ, իրենք ապրիլին արդեն վերջակետը դնելու են։ Այս մարդիկ համաձայն չէին եւ անդադ պնդում էին։ Ռադիկալ ոչ մի բան չէին անում, չէ՞, չէին գնում ինչ որ բանկայլերի հանրահավաքներ չէին անում, բայց արտահայտում էին իրենց բողոքը։ Եկավ հասավ ապրիլի 1-ը եւ իրոք դադարեցրին ծրագիրը։ Ուրեմն ինչ, տասնյակ հազարավոր արցախցիներ, հայեր, ովքեր այսօր Հայաստանում ուզում են ապրել, շարունակել իրենց կյանքը, այն հույսով, որ այստեղ մնալը իրենց տալիս է շանս երբևէ վերադառնալու նաեւ Արցախ, դա իրենց իդեպ հավաքական մեծամասնության տեսակետն ու ցանկությունն է մեծ։ Իրենց մենք իրեն ասում ենք, չէ, գիտեք, դուք այդ մնացեք փողոցում, այսինքն մենք այդ ինչով ենք մենք իրենցից լավը, հա, որ մենք պիտի մեր տներում ապրենք, իսկ իրենց մենք ասենք դուք գնացեք, ոնց ուզում եք ձեր հարցերը լուծեք։ Մի բանա տարական դաժանություն կա սրա մեջ, կենթանական դաժանություն։ Ու շատ ամոթ է, որ մենք հասարակության մի մասը մասնակցում է դրան, հասկանալով հանդերձ, որ դա ամեն ինչ քարոզչական գրոհի հետևանք է եւ այլն, բայց մարդը պիտի դիմի իր խղճին, մարդը պիտի խոսա ինքն իր հետ։
Ես հասկանում եմ, որ այդ լրացվում է, այդ ինչ որ բաներ են հնչում, մենք չենք լսում, մենք նույնիսկ այդ պաշտոնյաներին, չէ՞, ես հասկանում մարդիկան տհաճությունն են չեն հենց տեսնում են այդ որոշ դեմքեր շրջում են միանգամից, բայց մարդիկ կան, որ անդադ այդ իրականության մեջ են, հատկապես մարզերում, գիտեն, որ այնտեղ հմեկի Հայաստանն ա տիրում, ու ամեն դեպքում այդ մարդիկ այս մարդկային պատմությունների այդ դաժանությունը տեսնելով գոնե գուցե կարողանում վերադառնան այն զրոյական կետին, որի անունը խիղճ է։ Բայց հակառակ այս վերջին օրերին այդ ծրագրի դադարեցման դեմ բողոքի ֆոնին ավելի ակտիվացավ ատելության խոսքը ու վստահաբար կարող եմ ասել, որ պատերազմի օրերին մեր ամբողջ հայության սիրտը նույն ռիթմով էր զարկում։ Ցանկացած կորուստ բոլորը ստանում էինք նույն ցավով, ցանկացած հաղթանակի համար ողջևորվում էինք միասնական, չկար իմ ու քո այդ ժամանակ։ Հետո եղավ պարտություն, պառակտում, գուցե այդ պարտությունից հետո եկած ցավը սա, որը գտավ ամենահեշտ հասցեատիրոջը, որը փախել էր այդ ցավից, գտավ իրան ու այդ ոնց ստացվեց, որ ամենաշատ կորցրածը դարձավ մեղավոր, զոհը դարձավ մեղավոր։ Էլի վերադառնանք քաղաքականության, այնուամենայնիվ այստեղ բարձ երևում է պետական քարոզչական քաղաքականության այդ ծանր թաթը։ Մենք կարող ենք փորձել մտածել, որ դա ամեն դեպքում մարդու գիշատիչ բնույթն է եւ այլն, բայց միևնույնն է, երբ տեսնում ես, թե ինչ հետևողականորեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղեցնող մարդիկ իրենց խոսույթից չեն հանում, այլ հակառակ ակտիվացնում են այդ բոլոր տգեղագույն բաները, էպիթետները տրվող, նաև ձևակերպումները, որոնք իբրև թե այսպես են խորամանկորեն, հա, Երբ տեսնում ենք, թե ինչպես ինչ-որ անհասկանալի բլոգերներ, եսի մինչեր, որոնք ունեն ահռելի լսարան, որոնք այդ լսարան գիտեք ստեղծել է, ինքը բավականին թանկարժեք է, դրա համար աշխատվել է եւ շատ մարդիկ շատ լավ գիտեն, թե որտեղից է այդ բլոգերների եւ Facebook-յան այդ օգտատերերի եւ խմբերի եւ բաների այդ ահռելի ցանցը ստեղծվել։ Դա մի թունավոր սարդոստայն է, այո, որը աշխատում է ամբողջ աշխարհում, աշխատում է մեզ մոտ։ Այսինքն մենք պիտի հաշվի առնենք, որ առանց դրա դեմ առնելու շատ դժվար է լինելու հանրության հետ այդ հորիզոնական աշխատանքը։ Մարդկանց հետ մենք անդադ իհարկե փորձելու ենք, ի վերջո մարդիկ իրենց կյանքով են համոզվում, թե ինչ է կատարվում։ Կառավարության դիմաց ամենօրյա ռեժիմով ինչ որ բողոքի ցույցեր են, որոնք կապ չունեն ոչ Արցախի հետ, ոչ քաղաքականության հետ առաջին հայացքից, բայց տեսնում են մարդիկ, որ այս կառավարությունը իրենց հոգսերից անջատ է ապրում լրիվ ուրիշտեղ, լրիվ ուրիշ բանի համար։ Իսկ այստեղ ինչ է, փաստորեն կառավարությունը ամբողջ ջանքը դրել է, որպես իր վրայից գցի, հա, ու կոպիտ ասած Արցախի մեղքը։ Հա դե ասում են չկորցրեցինք, դուք եք մեղավոր, որ կորցրեցինք։ Ինքը գտել է այդ մեղավորին, իր պատկերացմամբ ինքը դա գտել է։ Բայց այստեղ պետք է մենք իրենց པարզ հասկացնենք, որ գիտեք, ձեզ թվում է, թե դուք ինչ որ հանճարեղ մի լուծում եք գտել։ Դա այնքան էժան տրյուկ է, հա։ Ես նույնիսկ չեմ ուզում ասեմ, որ պատմությունը դա չի մոռանա եւ այդ խմբագրումը այնտեղ չի աշխատի այդ պատմությունը։ Շատ կարճ ժամանակում այդ ամեն ինչը չի աշխատի։ Եվ ավելին, այն ինչ որ դուք արդեն արել եք մինչև այս պահը, ու մինչև հիմա չեք նեղություն չեք քաշել նույնիսկ մի թեթև ձեր ինտոնացիան փոխելու այլ այդ մունատ, այդ թույնը շարունակում եք։ Ավելին այդ ամեն ինչին դուք գումարում եք այսօր հակաարցախյան քարոզչությունը, որը մի առանձին է, այսինքն ներազգային թշնամության, այդ հրահրման, քաղաքացիական բաների իրար դեմ հանելու, խմբերին իրար դեմ հանելու, դա մի հատ առանձին կներեք հոդված է, որը շատ ծանր հոդված է։ Դուք փոխանակ դուրս գաք այն փորձեք հասկանալ դուք ինչ եք այլ փորձեք ինչ որ ձևով, չգիտեմ, գտնել ձևը գոնե ինչ որ որպեսզի ես չեմ ասում ներման արժանանակ, բայց գոնե ինքներդ ձեր առաջ հա կարողանաք հասկանալ թե դուք ինչ եք կատարել։ Այդքանից հետո դուք մի հատ գնում եք մի հատ ավելի մեծ ծավալի բանի։ Այդ ես չեմ բանանում, անկեղծ այդ մի բանը չեմ հասկանում։ Այդտեղ կա անառողջ, շատ անառողջ բան։ Ուղղակի իմ մեծ խնդրանքն են մարդկանց, ովքեր այսօր դեռ իրենց համարում են համակիր, դեռ իրենց համարում են, չգիտեմ, ինչ որ ձերունից մարդիկ կան հանրային խորհրդի կազմում են ընդգրվել ինչ հույսով ես չգիտեմ, որտեվ իրենց մեջ կան ինչ կենսագրություն ունեցող մարդիկ, այդ մարդկանց ուղղակի եկեք այս ամեն ինչը տեսնելով, եթե իշխանությունը, որը հանձնել է Արցախ եւ հոշոտման հանձնել իր հայրենակիցներին Արցախի, ինքը ինչպես կարող է այսօր դուք իր կողքին կանգնեք այս պայմաններում, երբ ինքը այսինքն ինքը այդ մարդկանց դրել է այդ վիճակում, հիմա էլ ինքը այդ մարդկանց դնում է լրիվ ուրիշ արդեն թշնամական վիճակում։ Փաստորեն իշխանությունը ամբողջովին եւ ասում է, որ փակել է Արցախի էջը, այսինքն ակնկալել ավելին դժվար է։ Ինչպես մեր հասարակությանը բացատրենք, որ
գտնել ինչ որ մեղավորի դա հարցի լուծումը չէ, խնդիրը դրանով չի լուծվում ու մենք չենք կարող անդադար խոսենք մեղավորի մասին, կա մեղավոր, խնդիրը լուծված է։ Պիտի չէ մտածենք, լավ, այդ խնդիրը վերջը կորցրեցինք, լավ, մեղավորը X մարդներ կորցրեցինք, այս ինչ մարդու պատճառով ոնց հետ բերենք, պիտի չէ ինչ որ մի օր որոշենք, որ պիտի կանգնենք ամուր հողի վրա ու քայլենք առաջ։ Դա ինչպես պիտի բացատրենք մեր հասարակությանը։ Ես կարծում եմ մարդիկ արդեն ինչ որ տեմպով, չեմ ասում շատ արագ տեմպով, բայց բավականին բանով դինամիկա կա մարդկանց վերաբերմունքի փոփոխության եւ դա նկատում են բոլոր ոլորտներում գրեթե, քանի որ այդ դեպի բան կորը դեպի ներքև ինքը բոլոր ոլորտներում է արդեն գնում։ Ցավոք իհարկե շատերը ասում են ինչպես կարելի է տնտեսականի, սոցիալականի վրա հիմնվել, բայց այո, նաեւ սոցիալական խնդիրներն են բերում դնան, որովհետեւ մարդիկ 2018-ին այդ արդարության, սոցիալական հավասարության եւ այլնի, հա, այս գաղափարներով դուրս էին եկել ինչ որ բանի, հանկարծ տեսնում են, որ բոլորովին այլ վիճակում են հայտնվել եւ այս մարդիկ այն չեն ինչ իրենք ակնկալում էին։ Այդ կորը գնում է ներքև։ Այս պահին մենք տեսնում ենք, որ ասենք տեղական ինքնակառավար մարմինների ընտրություններում այսպիսի բաներ են տեղի ունենում։ Եթե գանք նրան ամեն մեկը ինչ կարող է անել, այն մարդը, որը կարող է խոսել, ինքը պիտի խոսի, որովհետև գիտեք, ես այդ գրառումը, որի մասին դուք նշեցիք, չի պատրաստվում ես դա անել։ Դրանք շատ անձնական պատմություններ են եւ ամեն իմ դողի արանքում, գիտեք, շատ կոնկրետ անձնական պատմությունն է իմ ծանոթների, իմ հարազատ մարդկանց։ Ու զարմանալիորեն ինձ իմ հայաստանցի ընկերներ սկսեցին գրել, որ ես նույնը զգացել եմ, նույնը անեմ այլ, բայց ես չէի կարողam ձևակերպել, որովհետև ես կարծում եմ, որ այդ հասկանալի է։ Մենք բոլորս մտածում ենք, թե այս ամեն ինչ այնքան պարզ է, դե ինչպես պատմես, ասենք մարդուն, որ գիտես հայրենազրկված մարդուն իր ամեն ինչը կորցրած, մանկություն, պատմություն, հայրական տուն, երեխեքի, չգիտեմ, ասենք հիշողությունների իր ամեն ինչը թողած են կողմ, դու ինչպես բան անես, դնես ինչ որ մեկի պատմես, որ այդ մարդը խոցելի է, որ այդ մարդը այսօր հազիվ հաղթահարում է իր հոգեբանական ապրումները, իր կորուստները, զոհերի քանակը, որ տվել են իրենք այնտեղ ահռելի է, մարդ ընտանիք կա, որ 4 զոհ է տվել։ Դուք պատկերացնում եք ինչի մասն ենք մենք հիմա խոսում։ Ու իհարկե մարդկանց համար դժվար է պատկերացնել, որ պետքա դեռ այդ ամեն ինչը բացատրել, բայց պետքա փաստորեն, որովհետև այն պրիմիտիվիզմը, որի վրա աշխատում է պետական քարոզչական մեքենան, պահանջում է փոխադարձ կներեք պրիմիտիվիզմ, այսինքն մենք պիտի մի կողմ դնենք այդ մեր խոր, հա, էմոցիոնալ, այդ մի քիչ ավելի եթերային պատկերացումները եւ գնանք եմ ասում նավայնիկ, как նավայնի, տեղեկատվական պատերազմը դա է պահանջում։ Այո, մենք պիտի իրենց մակարդակով, չեմ ասում իջնել, հա, բայց այն մակարդակով, որը պահանջում է տարրական բաների բացատրություն, այո, մենք պիտի բացատրենք, չքաշվենք դրանից, որտեղ իրենք ոչնչից չեն քաշվում։ Դերիդ, բայց գիտեք, մեր հասարակությունը նույնիսկ 3 մասի է բաժանվել, մի մասի համար միևնույնն է ինչ է կատարվել, մի մասը հասկանում է, գիտակցում է ինչ է կատարվում, եւ երրորդ մասը մնացել այդ ողբի մեջ չի կարողանում իր ցավը հաղթահարի ու այդ սքվոր կերպարից չի կարողանում դուրս գա։ Իսկ ինչ պիտի անենք դրա համար, որ այս անդադար չեն կարող չէ ողբալ ու ասենք մենք պարտվել ենք եւ ինչ պիտի անենք։ Գիտեք, ամեն դեպքում ժամանակ է պետք, մեզ այդ ժամանակը չի տրվում։ Եթե անկեղծ մեզ տեսեք 5 տարի շարունակ կռվից հետո, չէ, մեզ չի տրվում ուշքի գալու ժամանակ։ Հարվածի հետևից ի վերջո 20 թվականի այդ պատերազմից հետո եւ բանից հետո մենք էլի այնքան հարվածներ ենք ունեցել։ Ուղղակի այնքան հետո մեծ ա եղել այդ Արցախի շոկը, մենք նույնիսկ սկսել ենք մոռանալ, մենք ջերմուկն ենք մոռացել, մենք Սևանի դիրքերն ենք մոռացել, մենք իրանցն ենք մոռանում։ Այս ամեն ինչը այդտեղել է ապտակ, գիտեք, սովորեցնում են հարվածների։ Մենք ուղղակի ժամանակ չենք ունենում, որպեսզի ամեն հերթական հարվածից հետո կարողանանք մի հատ մեզ խելքի բերել։ Եվ դա հավանաբար դա ինչ որ գիտակցված քաղաքականություն է, չթողնել որ ուշքի գա։ Դա շատ հարմար ձև է։ Եվ այն հասարակությունը, որ այսօր կա, այն հասարակությունը չի, որը կար սեպտեմբերի 27-ից առաջ 20 թվականին։ Մենք այն ժամանակ շատ ավելի համախմբված էինք, մենք այն ժամանակ շատ ավելի գիտեինք մենք ինչ ենք ուզում։ Մեր վերքը այնքան, մենք չունեինք այն վերքը, որը մեզ թույլ չէր տա, հա, բան անել, կազմակերպվելու բան, այդ փոքր վերքերը էին փակվում էին, բայց հետո այդ ճեղքի նման բացվեց ու մեզ չտրվեց այդ վերականգնվելու ժամանակը։ Եվ զոհվածների հարազատների ընտանիքները, իրենք առանձին ես այդ հասկանում եմ, ես ճանաչում եմ շատերին ու ես գիտեմ, որ իրենք դեռ դուրս չեն եկել եւ շատ երկար դուրս չեն գա այդ վիճակից, որովհետեւ մենք թույլ չտվեցինք մեծ հաշվով։ Այս հետո կատարվողն էլ թույլ չտվեց, որտեղ հետո շատ բաներ գումարվեցին։
ժամանակը լավ կլիներ, որ մենք այդ ունենայինք հավաքվելու, մենք ինքնաբուժվելու, բայց քանի որ չի տրվում, մենք պիտի ուրեմն արտակարգ ռեժիմի պայմաններում անդադ աշխատենք, եւ այն մարդիկ, ովքեր գտնում են եւ այն խմբերը քաղաքացիական, որոնք իրենց մեջ գտնում են այդ ուժը, որոնք կարողանում են ինքնակազմակերպվել, պիտի դա անեն։ Այսինքն այստեղ ամեն մեկի անելու, ամեն խմբի անելու ժամանակն է, հենց հիմա է դա, որովհետև չկա այն կազմակերպված կառույցները, որոնք կարող են ինչ-որ բան անել, չկան։ Այդ ամեն ինչ նոր է ստեղծվում։ Պիտի ուղղակի այնպես անենք, արագ ստեղծվի։ Հիմա չեմ ուզում հարցնել, թե որտեղ սխալվեցինք, որ մեր հասարակությունը ճիշտ պահին չհասկացավ, թե ինչ են իր հետ անում, չկարողացավ այդ ստոպը տալ, որպեսզի չլվանան ուղեղը։ Այս պահից սկսած ինչ կարող ենք անել հետոյի համար։ Ինչպես մեր հասարակությանը դարձնենք ավելի հանդուրժող ու ավելի հասկացող, գուցե հենց դպրոցից հապետ սկսել դա անել։ Իրականում իհարկե ապրոմակցումը, էմպաթիան հասարակության ամենամեծ կարևոր ամուր ցեմենտներից մեկն է, որովհետև զգալ սեփական ցավը շատ հեշտ է, որովհետև դա ֆիզիկապես դու զգում ես։ Զգալ դիմացինի ցավը պահանջում է արդեն հասարակական մի աստիճան ավելի բարձր, քայլ ավելի վեր։ Այստեղ անելիք ունեն էլի, իհարկե դպրոցը ունի, իհարկե եկեղեցին ունի եւ ունեն նաեւ տեղեկատվական ռեսուրսների եւ բանի տիրապետող օրինակ մեդիան, որը էմպաթիա ավելի մի քիչ խորամանկ ձևով եւ ավելի քողարկված ձևով պիտի աշխատի այդ ուղղությամբ, այսինքն դա այդպես փայտիկը ձեռքին այդ կրթությունը չի էլի ամենևին, դա շատ նուրբ աշխատանք է, որը ամենատարբեր ոլորտներում պիտի արվի։ Լավագույն լուծումը, երբ պետությունը, որը տիրապետում է ամենաբան ռեսուրսներին, ծավալուն, ինքն է դա վերցնում եւ անում, բայց մենք հասկանում ենք, որ այսօր պետությունը հակառակը, պետությունը այսօր ատոմիզացիայի, բաժանելու, պարակտելու համար է իր ամբողջ ռեսուրսը գործածում։ Այնպես որ եթե մենք համարենք, որ մենք փաստորեն ընդ որում ես պետություն ասելով ցավով եմ ասում, որտեղ պետությունն իշխանությունը նույնացել են, այդպես չի, պետության համակարգերը այնպեսին է, որտեղ հասարակության մի ահռելի հատված է, որը նաև շատ ընդդիմադիր հայացքներ ունի։ Եվ գուցե ավելի ընդդիմադիր հայացքով մարդիկ կան այսօր պետական համակարգերում, որտեղ ներսից են տեսնում ինչ է կատարվում, եւ մենք բոլորը շփվում ենք, ունենք ընկերներ, գիտենք։ Եվ ցավով, այո, իրանք պետական ռեսուրսները այսօր այդպես չեն տնօրինվում, բայց այն մնացած ամբողջ ռեսուրսը, այո, նաև էմպաթիա արտնացնելու ուղղությամբ պիտի աշխատի, որը հասարակությանը միավորող ցեմենտն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնում եմ, որ զրուցում էի երգիչ երգահան Լիլիթ Բլեյանի հետ։